Շատերը կայացնում են հիպոթեկային վարկով բնակարան կամ տուն ձեռք բերելու որոշում, ոչ հաճախ գիտակցելով, որ դա կյանքի որոշում է և 10, 15, 20 տարի կրելու են այդ որոշման հետևանքները։ Դրա համար անհրաժեշտ է ամենայն մանրամասներով դիտարկել վարկի պայմանները, առանձնահատկությունները։ Այսօր խոսելու ենք այն օգտակար քայլերից, որոնք պետք է անել հիպոթեկային վարկ վերցնելուց առաջ, վերցնելու ընթացքում և վերցնելուց հետո։ Մինչև հիպոթեք վերցնելը անհրաժեշտ է սկսել ուսումնասիրությունից։ Արդյոք ձեզ համար գործում են հատուկ ծրագրային վարկեր, թե ոչ։ Հիպոթեկային ծրագրերը հաճախ ընդգրկում են երիտասարդ ընտանիքներին, զինծառայողներին, տրամադրվում են էներգախնայող վերանորոգում իրականացնելիս։ Ուսումնասիրեք այդ վարկերի պայմանները, ուսումնասիրեք հիպոթեկային վարկերի տեղեկատվական ամփոփագրերը, տեսեք, թե որքան է փաստացի տոկոսադրույքը, որը պարտադիր նշվում է և տեղեկատվական ամփոփագրերում, և վարկի պայմանագրերում։ Փաստացի տոկոսադրույքն այն տոկոսադրույքն է, որը ժողովրդական բառապաշարով ասած ցույց է տալիս, թե որքան է վարկը այսպես կոչված ձեզ վրա նստում։ Այլ վճարները, վճարման հաճախականությունը հաշվի առնելու դեպքում։ Ստուգեք նաև, թե որքան ժամկետով է տրամադրվում, ինչ այլ ծախսեր կան, ապահովագրության, գնահատման և այլն։ Տեսեք, թե որքան ժամանակով վերցնեք, որ կարողանաք մուծել և տոկոսները շատ չլինեն։ Աշխատանք ունենք անելու նաև կառուցապատողի մասով։ Նայեք, ինչպիսի կազմակերպություն է, փորձ ունի, թե ոչ, գոհ են մարդիկ, թե ոչ։ Հասկացեք, թե ինչ երաշխիքներ կան, որ շենքը կկառուցվի, ամեն ինչ լավ կլինի և դուք կստանաք բնակարանը։ Օրինակ, պետական ծրագրերի դեպքում պետությունը ևս դառնում է երաշխավորն այն բանի, որ դուք կստանաք բնակարան։ Վարկն ընտրելիս հիպոթեկային շուկայի վարկային առաջարկները կարող եք համեմատել fininfo.am կայքում։ Հիպոթեք վերցնելու ժամանակ տրամադրեք, քանզի հիպոթեկը երկարաժամկետ վարկ է, որի համար փաստաթղթաշրջանառությունը ավելի երկար է։ Ստացվում է, որ դուք ամուսնանում եք այդ վարկի հետ, ուրեմն պետք է իրար լավ ճանաչեք։ Դրա համար ձեզնից մի քանի փաստաթղթեր կարող են պահանջվել, օրինակ տեղեկանք գործատուից, հարկային մարմնից աշխատավարձային հաշվի քաղվածք, կադաստրից սեփականության մասին տեղեկանք և այլն։ Հաջորդ կարևոր քայլը։ Քննադատաբար ու վերլուծաբար կարդացեք պայմանագիրը։ Ձեզ պայմանագրի նախագիծը պետք է տրամադրեն այն ստորագրելուց դեռևս 7 օր առաջ։ Միայն 7 օր առաջ տրամադրած տարբերակը կարող եք ստորագրել կամ չստորագրել։ Դա ձեր կարդալու, հասկանալու, գիտակցելու ժամանակահատվածն է։ Անհասկանալի մասերը կարող եք հարցնել բանկի աշխատակցից կամ վարկային կազմակերպության աշխատակցից, իսկ եթե հրաժարվեք վարկից ու պայմանագրից, այն կարող եք փոստով ուղարկել բանկ և տեղեկացնել, որ հրաժարվում եք։ Իսկ եթե ստորագրեք, վերցրեք ձեր օրինակը, պահեք, քանզի այն ձեր վարկի հայր-մերն է։ Ամենակարևոր փաստաթուղթն է, այնտեղ կա փաստացի տոկոսադրույքը, մարման ժամանակացույցը, հիպոթեկի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգը, գրավի առարկան իրացնելու կարգը, տույժերն ու տուգանքները, թե դրանք որքանից ավել չեն կարող լինել, թե ինչպես են լուծվելու ձեր վեճերը, եթե խնդիրներ լինեն, օրինակ ֆինանսական համակարգի հաշտարի օգնությամբ, թե արբիտրաժային դատարանի և այլն։ Պետք է հատուկ շեշտեմ, որ ձեզ հիպոթեք տրամադրողը չի կարող ստիպել, որ արբիտրաժային համաձայնագիր կնքեք։ Դուք կարող եք հանգիստ պահանջել, որ ձեր վեճերը հետագայում լուծվեն ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով։ Ամեն անհասկանալի իրավիճակում պետք է պայմանագիրը բացել, վերանայել, նոր կատարել հետագա գործողությունները։ Իսկ եթե պայմաններ փոխվեն, դուք պետք է գրավոր ծանոթվեք դրանց մասին։ Վարկը մարելիս եղեք պարտաճանաչ և ժամանակին պատշաճ կատարեք ձեր պարտավորությունները։ Չենք մոռանում, որ վարկի հիմքում կա գրավ, որը հենց տունն է, ինչը կորցնելու ռիսկ կարող է առաջանալ, եթե ուշացումներ գրանցեք։ Էլ չեմ ասում վատ վարկային պատմության, վարկային բնավորության վատ թարացման մասին և այլն։
Ֆինանսիստներն առաջարկում են խնայած գումար ունենալ, որպեսզի աշխատանքի կորստի կամ այլ պարագաներում անվտանգության բարձիկ ունենաք ու կարողանաք շարունակել մարել վարկը։ Ֆինանսիստների առաջարկած չափը վարկի ամսական մարման քառապատիկից 6-հապատիկն է։ Օրինակ, եթե վարկի ամսական մարման չափը 200,000 դրամ է, առաջարկում են շուրջ 1 միլիոն դրամ խնայած գումար ունենալ, որը կօգնի ֆինանսական ռիսկերի ժամանակ։ Ստուգեք քաղվածքները, ուսումնասիրեք դրանք։ Դուք ամեն հերթական մարումից, երբ պիտի գումար վճարեք, առնվազն 20 օր առաջ պետք է ստանաք քաղվածք։ Բացի դրանից տարեկան 4 անգամ էլ ձեր նշած ժամանակահատվածի համար կարող եք ստանալ քաղվածք։ Եթե հիպոթեկի առարկան նորակառույց է, ապա կարող է գործել նաև եկամտահարկի վերադարձման օրենքը։ Այսպես է, դուք կարող եք ձեր եկամտահարկի մի մասը հետ ստանալ ամեն եռամսյակի վերջում, այնքան չափով, որքանով որ տոկոս եք վճարել։ Օրինակ, վճարված եկամտահարկը եռամսյակային կտրվածքով 300,000 դրամ է եղել, իսկ վճարած տոկոսագումարները 250,000 դրամ։ Այս պարագայում դուք 250,000 դրամը հետ կստանաք։ Եվ դա կարելի է շատ հեշտ իրականացնել էլեկտրոնային հարթակի միջոցով։ Վերջում հիշեցնեմ հերթականությունը, թե ում դիմեք, եթե խնդիր ունենաք ձեր հիպոթեկի հետ կապված, քանզի կարող են ոտնահարվել ձեր շահերը։ Առաջինը պետք է դիմել ֆինանսական կազմակերպությանը։ Եթե չլուծվի խնդիրը, կարող եք դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին, վերջում նաև դատարան, բայց դատարան դիմելուց հետո հաշտարարին չեք կարող այլևս դիմել։